Ասեմ, որ հաճախ եմ այսպիսի վիդեոներ ձայնագրում, մտքերս արտահայտում, հանգստանում, բայց համացանց չեմ դնում։ Այսօր չգիտեմ խի մտածեցի դնեմ։ Չգիտեմ խի։ Մտքերա, որ անդադ գալիս է ու մենակ անընդհատ մի հարց է ծագում։ Ինչի ենք մենք այսքան ռուսերեն ասեմ, էլի այդ բաղը, լիցիմեր։ Կարծես արդեն հայերի արյան մեջ մտածելն ես արատը, ստախոսությունը, պաթոսները։ Ժողովուրդ, որ դուք ելնում եք ինչ-որ մի բան ասում եք, միշտ հաշվի առեք, որ իրականությունը ավելի շատ մարդ գիտի, քան թե որ դուք ելնում եք, այդ ամեն ինչը արտահայտվում եք, թեկուզ 20,000 լայք ստացեք, բայց հայ ազգը 20,000 չի, էլի։ Ու տենց ոգևորվում եք այդ լայքերից, այդ որ մեկը մյուսից պասերով տալիս եք, վայ, այնի դրել անյութը, գնացեք սաղը տնտել լայքեք, որ լայքերը շատ լինի, որ ցույց տաք, որ հայ էլի հակաները երկրում ավելի շատ են, քան թե այս իշխանությանը սատարողներին։ Անգամ ստեղ էլի դուք ընկած եք իլյուզիաների հետևից, որտեղ այո, մասի սարը մերն է, իլյուզիա է, այդ նույն Նախիջևանը մերն է, իլյուզիա է, Արցախը մերն է, իլյուզիա է։ Միգուցե արդեն ռեալ կյանքով ապրեք, հերիք չի, իլյուզիաների պատճառով այն մարդկային կորուստներ տակ։ Թողեք ժողովուրդ ապրի։ Մտորումների մեջ եմ, կանգնած մտածում եմ, քայլում եմ, ինչա կատարվում, ինչքան մեղ կա մեր ժողովուրդը, ինչքան հեշտ է իմ ժողովրդին խաբելը, ինչքան հեշտ է իմ ժողովրդի ամենանուրբ լարերի վրա խաղալը, ինչքան հեշտ է, իհարկե, որովհետև նախ առաջինը էմոցիոնալ ազգ ենք, երկրորդը ինչքան երկիրը պետությունը զարգացած չի, այնքան հեշտ է այդ ժողովրդին խաբելը։ Դրա համար էլ կրթությունը այդ մակարդակին է եղել մեր պետության մեջ։ Շատերը շատ հուզված են նորաձևի կրթությունը այդ բառից։ Համեմատում են մոդայի հետ, նամանավանդ մեր ձևով շարժման մեծ տիկին կա, լսեցի մոռացեք նորաձևը, ուսումը միշտ պետք է լինի, լավ ասիր, ծոց։ Նորաձև, նոր ձևով, մոտեցում ուսմանը նոր ձևով։ Տիկին ջան ուղեղը չի աշխատել, որ այս նորաձև բառը հենց ինքը իրեն ասում է ինչ է դա նշանակում, նոր ձև։ Չասում եմ մոդա, դրուստ ասում մոդա, մենք ասում ենք նորաձև, նոր ձևով մոտեցեք ուսմանը, այո, որովհետև այդ ձեր տված բոլոր այդ ուսումն ու կրթությունն ու պաթոսները ոչ մի օգուտ չբերեցին պետությանը, ոչ մի զրո։ Այսի ուղղակի հարասման մտքերը բարձրացնում եմ, թե ինչերա մեջս կատարվում, ասենք, որ լսում եմ նման արտահայտություններ, օրինակ Նազենի Հովհաննիսյան ասում է. Ինչի երեխա ունենամ, ուր բերեմ, ինչ հասարակության մեջ ես երեխա ունենամ, այն հասարակության, որտեղ որ քո եկեղեցին ոչինչ ասնեն, ես այդպես մի բան։ Բառացի չեմ հիշում բառերը, պետք է չի հիշեմ։ Նազենի Հովհաննիսյանին մի հատ ուղիղ հարց ունեմ, տիկին, իսկ դուք ընդհանրապես միտք ունեցել եք երեխա ունենաք, որ դա է խանգարել ձեզ, պետք է մեկ երկրորդը, ասենք մնացածը որ ունեցել են, որպես ես երկիրը շենացնեմ, որպես ես երկիրը չմեռնի ներսից, ասենք իրանց ուղեղը չի հասել, էլի, այնքան ձեր չափ չի հասել, հա, ձեր ասելով, կամ ամենակարևոր հարցն եմ ուզում տամ, այդ որ ֆիլմերում նկարահանվում էիք, մի հատ կադր եմ տեսել ինտերնետում, ես ընդհանրապես հայկական ֆիլմերը, սերիալները չեմ նայում, բայց մի հատ կադր եմ տեսել, որտեղ որ ինչքան հիշում եմ լողազգեստով էիք, ինչ որ մի կնոջ հետ համբուրվում, ինչ որ տենց սեռական ինչ որ հարաբերություն, իհարկե բաց էի բաց չէր կադրերը, բայց համբուրները այդ գրկախառնվելը կար, ասենք նման հասարակության մեջ պետք է երեխային բերեին, հա, ասենք եկեղեցին ուսում են մաքրեն, օհ, էս այն հասարակությունը չի, ինչ եք ասում, հախ, կամ մյուսը հենում ասում է, էս ունեինք, են ունեինք, հիմա ոչինչ չունենք, ողբան վրետ, ինչ ունեիր, թղթի վրա, հա, արենդով վերցրած Արցախ, հա, իսկ այն մարդիկ, որ դες մինչ օրս կերակրում են, որ դուք սուրբ ազգ եք, ամենախելացի ազգն եք, ընդհանրապես ամեն ինչ շատ լավ էր, հեղափոխությունից միայն կորուստներ ենք կրում, շատ ուղիղ եմ ասում ձեր թշնամիներն են, դա նույն բանն է, որ երեխան այլասերված է, անդաստիրակ է, իսկ ծնողը ասում է դու ամենաճիշտն ես, դու ամենալավն ես, ու հետագայում այդ նույն երեխան հայտնվում է միջավայրում, արդեն այդ հասակը առած, հա, ինչ-որ մի միջավայրում, երբ իրեն պահում են նույն կետ, ու դիմացինը ուղղակի հանում է դանակը մցնում խորը, ասում է, որ դու չես հասկանում, ուրեմն դե կեր, գնա։
գնա դարի որդերի բաժին։ Հիմա նույնը մերն է, մեր պետության վիճակն է։ Չէինք ընդունում, պահում էինք մեզ ինչպես ուզում էինք, ամենահզորն ենք, ամենապատվովն ենք, ամենազենց ապեր հասկացողն ենք, ամենահինն ենք, ու այսպես գնում էինք առաջ։ Ու եկավ մի պահ, որ այդ դանակը մտավ մեր փորը։ Աշխարհը լռեց։ Իսկ ինչի լռեց։ Միգուցե աշխարհն էլ նույն ձևի մտածում մեր մասին։ Հիմա կարող է շատերը ասեն, ամեն թքած ունենք աշխարհին ինչ ասում, դե որ թքած ունենայիք, եթե իրոք ձեր ասած ժողովուրդը լինեիք կամ պետությունը, ուրեմն մի բան պետք է անեիք, ուրեմն իրոք ձեր խոսքը պետք է վես ունենար, որ դուք իրոք այդ ժողովուրդն եք, բայց պատերազմը ցույց տվեց, որ հեչել այդ ժողովուրդը չենք, պատերազմը ցույց տվեց, որ մենք հեչել այդ բանակը չենք, ոչ էլ սայոզնիկ ունենք, ոչ էլ ինչ-որ մեկին պետք ենք, այս ամեն ինչը պատերազմը իհարկե ցույց տվեց։ Կան մարդիկ ասում են, այդ ժամանակ գենետիկի կոդ փոխվեց։ Դրա համար բոլորս պետք է գանք շենացնենք մեր երկիրը, բայց հետաքրքիրն է նա, որ եկել են ու ամեն օր քարկոցում են, ամեն օր ժողովրդին դեբիլ ու եսում ինչ են ասում։ Այսինքն իրանք այնքան զարգացած են, այնքան տեսած են։ Այս դեմ չեմ, որ զարգացած լինեք ու տեսած լինեք։ Բայց եթե դուք ուզում եք այդ նույն դեբիլին ինչ որ մի բան բացատրեք, դեբիլ ասելով դուք չեք բացատրի։ Դեբիլ ասելով դուք չեք շենացնի ձեր երկիրը, ոչինչ չեք փոխի։ Դեբիլ ասելով դուք ընդամենը ձեռք եք բերելու ատելություն ձեր նկատմամբ, ժողովուրդը ել ավելի հավատը կորցնելու, թևաթափ լինելու, ուստի ձեր այդ խոսլույթների մեջ մի քիչ զգուշ եղեք։ Այս ուղղակի զգուշացում է, որովհետև եթե մի քանի անգամ էլ sense բաներ նկատեմ, հաստատ օկտատերին համացանցում թաղելու են։ Ոչ մեկ իրավունք չունի իմ ժողովրդին դեբիլ ասի, այն ժողովրդին, որ 30 տարուց ավել ստրուկի նման ապրեց, գոյությունը պաշտպանեց, ինչքան կարողացավ սահմանը պաշտպանեց, ինչքան կարողացավ զոհեր տվեց ու կռվեց, որպես ես դրոշը ծածանվի։ Չհամարձակվեք ժողովրդից դեբիլ ասեք։ Հեղափոխությունից հետո կարծես մի հատ sense երկրաշարժ եղավ։ Տարբեր տեղերից գետինը պատռվեց ու այնպիսի բաներ դուրս եկավ, որ ապշում էիր, վախենում էիր, լացում էիր, չէիր ուզում հավատայիր, որ քո ազգը, քո պետությունը ընդունական նման բանի, որ քո ղեկավարները ընդունակ են եղել նման բանի, քո բժիշկները, քո գեներալները, այնպեսի սարսափելի բաներ իմացար քո ինքնության մասին։ Բայց ես գտնում եմ, որ ուժեղ մարդ է նա է, ով գիտենալով, լսելով, հասկանալով, ընդունում է այդ ամեն ինչը։ Եվ անցնում առաջ, ուղղակի առաջ չի անցնում, այլ ամեն ինչ անում, որ դա այլևս չկրկնվի, որպեսզի այդ արատը մեր երկրից կտրվի, որպեսզի մեր ժողովրդի մեջ այդ ամեն ինչը այլևս չկրկնվի, որպեսզի մեր ժողովուրդը այլևս այդպես չվարվի։ Դա ուժեղ մարդու արած է։ Ուժեղ մարդը նա է, ով ընդունում է իրականությունը, հասկանում է ճիշտն ու սխալը, վերլուծում է եւ սկսում է ճիշտ ճանապարհով քայլել, ինչքան էլ որ դա քարքարոտ լինի, դժվար լինի, թեկուզ եւ ամոթալի լինի։ Դա ուժեղ մարդու գործոն է։ Գիտեք մեր խնդիրը ինչումն է։ Մենք իրականությունը չենք սիրում ընդունել։ Քանի 100 տարի ասիսարը մերը չի եղել, քանի 100 տարի։ Որովհետև թուրքական կայսրության տակ ենք ապրել 700 տարի, դա կոչվել է թուրքական կայսրություն, եւ այդ մասիսարը գտնվել է թուրքական կայսրության տակ։ Հետո եղել ենք սովետ, արդեն առանց մասիսարի ընդհանրապես։ Ու 100 տարուց ավել է, էլի չենք հասկացել, որ մասիսարը մերը չի։ Այսինքն մենք մեր բոլոր կորցրած հողերը, լճերը, սարերը չենք ընդունել, որ կորցրել ենք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ մասիսարը պեչատի վրա։ Ինչի վանալիճը չենք դրել պեչատի վրա։ Ասենք լիքը տենց բաներ ունենք, ասենք աղթամար կղզին ինչ պակաս գեղեցկություն ունի, որ ճոգացը մասիսարը սիմվոլ քրիստոնեության, հա։ Նոյան տապանն ա եղել վրեն, դրա համար ենք մենք միշտ փայփայել մասիսարը, մնացած է հեչ։ Դրա համար ենք մենք այսքան ժամանակ այդ մասիսարի մասին խոսում, անգամ պեչատի վրա ենք դնում, անգամ գերբի վրա ունենք։ Լավ, վերադառնամ ուրեմն եկեղեցուն, եկեղեցի, քրիստոնեություն, հավատք, սեր։ Այսինքն քրիստոնեությունը քարոզում է սեր։ Սեր։
ուղղակի այստեղ հարցածակում սեր ում նկատմամբ։ Չես գիտեմ Հիսուս Քրիստոսը սերը ում նկատմամբ է քարոզել։ Ես ուզում եմ հասկանամ այդ նույն Մասիս Սարը պաշտպանողները, եկեղեցին մեզանից փրկողները ինչ են հասկանում այդ սեր հասկացողության տակ։ Այդ սեր բառի տակ ինչ են հասկանում։ Չէ, որ եկեղեցիներում սեր բառը գոյություն չունի, ամենայն դեպս B գարեգինի ներքո երբեք չի էլ ունենա, դա ես գիտեմ, ես ուզում եմ հասկանամ դուք սեր բառի տակ ինչ եք հասկանում։ Մի քահանա, որ Ստալինին սիրի, ընդունի, մի քահանա, որ տնի նակազատամի, կներեք, չէ որ դուք քարոզում եք, որ դժոխք գոյություն ունի, դրախտ գոյություն ունի։ Եթե դուք ձեր բառերին հավատայիք, որ դժոխք գոյություն ունի, երբեք նման բան չէիք անի, մի քիչ վախ կունենայիք։ Դուք շատ լավ գիտեք, որ ոչ մի դժոխք էլ չկա։ Դուք շատ լավ գիտեք, որ դրախտն ու դժոխքը հենց հիմա են կապվում։ Հենց հիմա։ Որի հեղինակները հենց դուք եք։ Գարեգին B։ Սենց բռնում եք ամեն հարց, այսպես մանիպուլացնում եք։ Մարդու են սրտի ամենանուր լարերի վրա քայլում եք, Մասիս Սարն են շահարկում, բայ, հարայ, հանել են։ Ինչ էր տալես այդ Մասիս Սարը այդ պեչատի վրա ձեզ, ինձ շատ հետաքրքիր է։ Երևի այդ Մասիս Սարը այդ պեչատի մեջ դրել էիք ու տենց փայփայում էիք, որովհետև այդպես դուք չէիք մոռանում, որ Մասիս Սարը ձերն է։ Ասենք ինչ էր տալիս դա ձեզ, ես ուզում եմ հասկանամ։ Պեչատի վրա Մասիս Սար։ Ես դնեմ մի կողմ բոլոր այդ պահերը, որ մեր պետական պեչատի վրա Մասիս Սարը, այսինքն Թուրքիայում գտնվող Սարի նկարը անհեթեթություններ, դա դնեմ էլ մի կողմ։ Բայց որ դուք անընդհատ ասում եք մեր Մասիս Սարը եւ այլն, ես ամեն առավոտ ժողովուրդ ջան, աշխատանքի գնալուց ամեն առավոտ նայում եմ Մասիս Սարին, բարևում եմ, կարոտով նայում, մեկ հուզվում։ Բայց ինչ է նշանակում պետականորեն Մասիս Սարը մերն է։ Արդյոք նա մերն է։ Ներկայությամբ նա մերն է։ Ասեմ ավելին, եղել եմ Արևմտյան Հայաստանում, լողացել եմ, սուզվել եմ Վանալճում։ Ոչ մեկի ուղեղից այդ հիշողությունը չի հանի, թե ինչ գույն ունի նա ջրի տակ։ Բայց դա չի նշանակում, որ ես այդ հիշողության համար դնելու եմ իմ երկիրը, իմ պետությունը տուլի տանեմ։ Չէ։ Ոչ։ Հանուն իմ պետության առողջության ես դա չեմ դնելու առաջնահերթ։ Ես դա չեմ կարևորելու։ Սա պետք է հասկանանք։ Մասիս Սարը ոչ մեկի իմ սրտից չի հանի, ոչ մեկի ուղեղից չի հանի, ոչ մեկ չի կարա ինձ տիպի, որ ես Մասիս Սարը չկարոտեմ։ Ես ամեն առավոտ Մասիս Սարը տեսնում եմ, բարևում եմ։ Բայց ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ գտնում եմ, որ յուրաքանչյուր ստորագետ, վերջագետ, յուրաքանչյուր ազդանշան, յուրաքանչյուր պաթոս, յուրաքանչյուր նման արատ պետք է հեռացվի քացկերի նման նստած իմ երկրի վրա, պետք է հեռացվի, որպես իմ երկիրը շնչի, որպես իմ երկիրը ապրի, որպես այս ժողովուրդը զարգանա, որպես այս ժողովուրդը լավ կյանք վայելի։ Այո, դրա համար յուրաքանչյուր նման արատավոր բաները պետք է հեռացվի։ Ես այդպես եմ գտնում։ Ես դա ճիշտ եմ համարում։ Առերեսվեք ճշմարտության հետ, ինչքան էլ դառը լինի, ինչքան էլ դաղից ձեզ ներսից քանդի, առերեսվեք, դրա հետ պետք է առերեսվեք։ Դրա մեջ վատ բան չկա։ Ծանր բան է, բայց վատ բան չկա։ Որովհետև երբ որ դու առերեսվում ես ճշմարտության հետ, ինքնախոստովանում ես, թե դու ով ես, դու տեսնում ես քո արատները ու սկսում ես ուղղել, երախելացի մարդ ես։ Եթե կատացրած ես, սկսում ես գոռալ, բոլորին մեղադրել, բացի քեզանից։ Բոլորը մեղավոր են, բացի քեզանից։ Հայացք չի լինում այդպես։ Չի լինում այդպես։ Յուրաքանչյուր կռվի մեջ երկու հոգի են մեղավոր, մի հոգին չի մեղավոր։ Ես ինչ հիշեք։ Ու եթե դուք ձեր հարևանների հետ չեք կարողանում լեզու գտնել, մեղավորը մենակ հարևանը չի։ Մեղավորը նաև դուք եք։ Չի դուզում, չէ՞ ձեզ, որ ասում են Արևմտյան Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը, Երևանը մերն է։ Չի դուզում, չէ՞ ձեզ։ Գիտեք քանի տարի է դուք ասում եք Արևմտյան Հայաստանը մերն է։ Եք վատ զգում։ Ստանում եք այն ինչ որ տվել եք։ Այսինքն չեք հարմարվել ճշմարտության հետ, չեք ընդունել ճշմարտությունը։ Այդ պազորը չեք ընդունել։ Նա դոշերներից sense խփելով ու պատառոտելով ձեզ ամբողջ աշխարհին հայտարարում եք մերնա։ Հաշվի չառնելով ոչ օրենքները, ոչ արդեն պայմանագրերը։ Չի ուզում ձեզ։ Բայց իրանց ինչի՞ պիտի հուզի։
Պատերազմից հետո 30 տարի ադրբեջանցիներին սենց մզեսնելով, ստորացնելով, առավոտից իրիկուն բռան ասելով 30 տարի այդ ազգը, այդ ժողովուրդը, այդ ազգ չի, այդ ժողովուրդը նվաստացած, ստորացված ապրում էր համբերատար։ Ատամները սրած, թե երբ պետքա վրեժ լուծի, երբ պետքա այդ օրը գա, որ ցույց տա թե բառը նով է։ Ու հիմա շատ ծանր եք տանում։ Արժանապատիվ ինչ որ խաղաղություն եք ուզում։ Լուրջ։ Իսկ ով պետք է այդ արժանապատիվ խաղաղությունը ձեզ բերի, Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ով է։ Ընդհանրապես պետություն ներկայացնող անձ։ Բա պետությունն ով է։ Դուք բոլորդ միասին։ Արժանապատիվներ ջան։ Բա որ մի բան անում եք, երկար մտածեք ինչ եք անում։ Մտածեք ու հասկացեք, որ գալու ժամանակը պատասխան տակ ձեր բոլոր ասածների համար։ Ու պատասխան տվեցինք ազգովի։ Ձեր տխմար մտքերի պատճառով, ձեր այդ պեչատների վրա սիրահարվածների պատճառով, էսի մերնայինի, մերնայիս ծառնիմնա, այս քարնիմնա, նման պաթոսների պատճառով, հետ ենք բերելու, բան ենք հասնելու, այն նման մտքերի պատճառով։ Դրա համար էլ աշխարհը կողքդ չկանգնեց այ մարդ, որտեղ ամբողջ աշխարհը չի ընդունում նման հիմարություն, էշեր դուրս տալով չի։ Ու պետությունը իր գոյությունը չի պահպանում միայն երկրի ներսում պատոսախեղտ անելով։ Պետությունը իր գոյությունը պահպանում է նաև աշխարհի հետ առնչվելով, աշխարհի կարգ ու կանոնի հետ հաշվի նստելով։ Ասեմ հաճախ եմ նման բաներ անում, նկարահանում ու չեմ դնում, որովհետև բաներ կա, որ կարող է ըմբռնումը ճիշտ չլինի։ Ինձ անդադ հաճախ ասում են, մեր ջանը ժամանակը չի այդ մասին խոսենք, ժողովուրդը պատրաստ չի։ Մեկ-մեկ հասկանում եմ, որ իրանք ճիշտ իրավացի են։ Ժողովուրդը իրոք պատրաստ չի լինում։ Բայց ես ուզում եմ մի հատ հարց տամ, այդ ժողովուրդը երբ է պատրաստ լինելու, որ այնց որ վերջնես այդ ժողովուրդը երբեք պատրաստ չի լինի։ Երբեք։ Որովհետև այս պատոսախեղտը արյան մեջ է, արդեն բջիջների մեջ է, մարմնի յուրաքանչյուր բջիջի մեջ է։ Ծնված օրվանից այդ նույն ծնողը, որ պատրաստ չի, ներմուծում է իր զավակին, սովորեցնում է, դպրոցն ու համալսարանները իրանց հերթին են այդ պատոսախեղտը անում, ու ես ուզում եմ հասկանամ, բա երբ ենք մենք պատրաստ լինելու ճշմարտությունից խոսելու։ Խնդիրն ինչումն է։ Ամենամեծ, ամենակարևոր հարցը, որ ես հիմա ուզում եմ ոչ թե տալ, այլ այդ հարցի մասին խոսել, դա մենք հին ազգ ենք։ Աշխարհին գիտնականներ, մշակույթի անդամներ տվող ազգ ենք։ Մենք հին ազգ ենք, մեր հետ կհաշվի նստեն։ Մենք առաջի քրիստոնյան ենք, մեր հետ հաշվի պետք է նստեն։ Ուրեմն ասեմ, որ որպես հին ազգ դա հպարտություն չի։ Դա մեծ պատասխանատվություն է։ Հին ազգ ենք, ունեցել ենք նման մշակույթ, բայց ոչինչ չենք արել, չենք կարողացել անել, որպեսզի աշխարհը խաղաղ լինի, որպեսզի աշխարհում արդարություն լինի, չենք կարել ոչինչ։ Ուստի ինչով ենք հպարտանում, մենք կարելի է հասկանալ։ Որովհետև հին ազգ լինելը նման քաղաքակրթություն ունեցող ազգը, որ թվերի։ Դա որպես հպարտանալու ինչ որ մի երևույթ չի։ Դա պատասխանատվություն է, ժողովուրդ ջան։ Պատասխանատվություն։ Եթե դու հին ազգ ես, եթե դու այդքան արժեք ունես, բա ուր է քո արժեք ունեցող քայլերը աշխարհի նկատմամբ, հարևանների նկատմամբ։ Ուր է։ Հազիվ նեղանաս, պատերդ շարես, փակվես, առավոտից իրիկուն անիծես, թե հարևանիդ, թե հենց քո բնակավայրի հարևանիդ։ Հին ազգ ենք։ Երկրորդը, առաջի քրիստոնյա ազգն ենք։ Սա շատ մեծ պատասխանատվություն է։ Եվ ինչ ենք արել, սեփական եկեղեցում ինչ այլանդակություն ասես թույլ ենք տալիս։ Ինչի մասին է խոսքը։ Քրիստոնյա, առաջի քրիստոնյա ազգն ենք։ Դա լոգո չի։ Դա պատասխանատվություն է։ Ու ինչ ենք արել մեզ։ Ու ինչ ենք արել մենք։ Զերո։ Անկամ մեր երկրում այդ նույն եկեղեցին չենք կարողացել պահել։ Անկամ այդ նույն եկեղեցում մեր երկրի մեջ Աստծո խոսքը չենք պահել։ Իսկ Աստծո խոսքը ընդհանրապես աստվածադասեր է։ Իսկ հիմա քահանաները որոշում են ով պետք է մտնի եկեղեցի, ով պետք է կնքվի, խազային են իրանց զգում, խազային։ Ինչի մասին եք խոսում։ Մասսարն եք շահարկում պեչատի վրա։ Ինչ է տալիս դա ձեզ։ Ինչ է տվել միջ օրս։ Տնեմ Նիկոլ Քոչարյանի ժամանակ չի եղել։ Թքած ունեմ ընդհանրապես։ Ինչ է դա տվել։ Մասսարնա հետ բերել։ Թե դա ձեզ օգնել է, որ չմոռանաք հանգարց, որ Մասսարը ձերն է եղել։ Ինչ է դա ձեզ տվել, ուզում եմ հասկանամ։
ու հենց հիմա եթե մասը սարը լինի մեր գերբի վրա, մեր պեչատների վրա, ինչա դա ձեզ տալու 0 ինչքան եք սիրում պաթոս, ինչքան եք սիրում հեքիաթներ, ինչքան եք սիրում ինքնախապեյությամբ զբաղվել, հետո էլ ասում եք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, հա կարող է պատահի աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, թեկուզ եւ դուք անգամ այս խոսրույթը աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, այդպես չեք արտահայտվում, մենք աշխարհի առաջին ինքան հեռու եք քրիստոնեությունից, եթե Աստված, որին դուք հավատում եք, Հիսուս Քրիստոսը, որին դուք հավատում եք, ընդունում եք իրոքի սրտե, ուրեմն լավ հիշեք, այդ նույն թուրքին, այդ նույն ազերին, այդ նույն բոլոր պետություններն ու ժողովուրդները ստեղծել է Աստված, ու դու ով ես մարդ արարած, որ դանգրատը դնես որի տակ, բարձրացնես քեզ բոլորից բարձր դասես, ով ես դու, որ ասեմ քրիստոնեությունից հեռու եք ոնց որ խոզը տուրնիկից, նեղանում եք, բայց ինչից վերցրեցիք, որ դուք բոլորից լավն եք, օքեյ, բան չի եք ես վիճակում, առաջի քրիստոնյան եք, օքեյ, բախի կարաղոտից իրիկուն անեցքով ման գալիս, չեք էլ ամաչում, խաչները վզներից ըտ կախած, առաղոտից իրիկուն անեցքով եք ման գալիս, մորանալով, որ դա ձեր փորն է լծվելու, ու չկասկածեք ձեր փորն է լծվելու, կին տղամարդ, որ լոչվելով, որ լրագրողներին ինչ որ հարցազրույցներ տալով, հայհոյանքով, պղծելով, անիծելով ման եք գալիս, բոլորդ ինչ որ ասում եք, ձեր փորն է լծվելու, քրիստոնեությունը հենց դա է ասում, ես այնքան եմ ուզում, առավոտից իրիկուն մտնեմ եթեր, ասեմ, ես ինչ լավ ազգ ենք, ես ինչ լավ բաներ ունենք, ես ինչ հրաշալի երևույթներ ունենք, ես ինչ սիրտ ունենք, ես ինչ գաղափարներ ունենք, ես ասեմ, գովեմ, ինձ լավ զգամ, բայց չեք թողում, որտեղ այնքան եք ինքնագովազդով զբաղվում, այնքան եք ձեզ երևակայում, ժողովուրդ, աշխարհը ձեր շուրջ բոլորը չի պտտվում, դուք աշխարհի sense մի հատ փոքր մասնիկն եք, ու եթե խելքները գլուխները չհավաքեք, էշության հետևից չընկնեք, պաթոսների հետևից չընկնեք, ինչ որ նկարների, ինչ որ նկարի վրա, ինչ որ սարեր տպած եւ այլն նման հիմարությունների հետևից եթե չընկնեք ու խելքի չգաք, այս փոքր հողն էլ չեք ունենա։ Այն մարդիկ որ ասում են, «Կա քանդեց, ավիրեց, պետք ինչ չունենք, ես չունենք», այ հոգնածներ։ Այդ որ դուք մինչև այդ պետությունը ստեղծել է այսքանի տարվա, որ քնած եք եղել, ասենք պաթոսախեղտ եք եղել, խափած եք եղել, մեղավոր է այս կառավարությունն, հա։ Այս կառավարությունը գիտեք ինչի չեք սիրում։ Ձեր դեմքերն է պատրել։ Դուք այս կառավարությունը ատում եք, որտեղ ձեզ բացեիված ցույց է տալիս, թե դուք ով եք։ Թե որպես ազգ, թե որպես մշակույթ, թե որպես քրիստոնյա, ամեն ինչ բացեիված ցույց է տալիս, այո։ Ու պետք է բացի։ Պետք է առերեսվենք ճշմարտության հետ։ Պետք է առերեսվենք, թե մենք ով ենք իրականում։ Մենք բանակնով է, մենք ով ենք։ Մենք պետք է առերեսվենք, եթե դուք ուզում եք ինչ-որ մի բան ուղղեք։ Հասկանում եք։ Առաջին քրիստոնյա ազգ, ինչ եմ ուզում քեզ ասեմ։ Որ նախ առաջինը մինչև քրիստոնյա լինելը դու եղել ես ազգ, դու ունեցել ես պետություն, ուստի ոչ մեկ չի կարող ինձ գա ապացուցի, որ եթե հայը քրիստոնյա չէ, ուրեմն հայ չէ։ Այս տխմար միտքը պահեք ձեզ։ Դա մեկ, երկրորդը, գտնում եմ, որ յուրաքանչյուր բան, որ խանգարում է իմ պետության զարգացմանը, պետք է անհապաղ հեռացվի իմ պետության գերբերից, չգիտեմ, պեչատներից, տնկած ինչ-որ համակարգերից պետք է հեռացվի։ Դա երկուս։ Երրորդը, առաջին քրիստոնյա ազգ, ուրեմն մոռացի, որ դու աշխարհի աղն ես, առաջին քրիստոնեություն ընդունողն ես, ուրեմն պատիվ ունեցի, թասիբ ունեցի, նամուս ունեցի, ազնվություն ունեցի, հարգի քո հարևան պետություններին, ժողովուրդներին, մարդկանց ընդհանրապես, որտեղ Հիսուս չի տարանջատել ոչ մեկին։ Էսի միշտ հիշեք։ Հիսուս ոչ մեկին չի անիծել։ Հիսուսը բոլորին է ընդունել։ Իմ ու քոն չի արել։ Ինքը չի ասել սրան դասավանդեմ, նրան ոչ։ Տենց բաներ չի եղել։ Հիսուսը իր ուսուցումը տվել է ամբողջ աշխարհին, մենակ ձեզ չի տվել։ Էսի միշտ հիշեք։ Ու հերիքա անիծեք, որտեղ եթե անիծում եք, դուք արդեն քրիստոնյա չեք, մոռացեք։ Այդ խաչն էլ իզուր մի կախեք ձեր վզներից, դա լոգո չի։ Չգիտեմ, ասեմ, ինչքան ասեմ, ասելու բան կա,